Շնորհակալ եմ, այստեղ եմ պարոն Հակոբյան։ Ուղիղ ձեր դիմաց։ Կներեք։ Շնորհակալ եմ ձեր ելույթի համար, պարոն Հակոբյան։ Իրականում դուք երկու շատ հետաքրքիր դիտարկում արեցիք 1915 թվականի դեպքերի եւ 1045 թվականի պատմական դեպքերի հետ կապված։ Շնորհակալ եմ հատկապես 1045 թվականի դեպքերով պայմանավորված մի հոգեվորականի անուն չշեշտելու համար, այլապես ձեր արդեն վարույթին գուցե ավելանար եւս մեկը, շատ շնորհակալ եմ դրա համար։ Եվ հարցս Պարոն Հակոբյան, դուք ըստ էության առաջարկում եք տեսնել, ճանաչել խնդիրները, խոսել ցավոտ հարցերի մասին, որովհետեւ մենք կարողանանք դրանց լուծում տալ եւ դրանց անվանում եք հասարակական ախտեր։ Այսինքն դուք ասում եք, որ կան խնդիրներ, որոնք լուծում չեն ստացել ոչ թե նրա համար, որ դրանք լուծում չունեն, այլ դրա համար, որ վատ են ձևակերպված։ Եվ ես հիմա չգիտեմ ճիշտն ասած ում եմ հարցս ուղում, Հակոբ Մովսեսին, թե Հակոբ Հակոբյանին, բայց ելնելով դարձյալ ձեր խոսքից, որ ամենասկզբում շեշտեցիք, դուք հակադաշնակցական չեք։ Այնուամենայնիվ վերադառնալով խնդրո առարկա հարցազրույցին, դուք ձեր խոսքում սրտացավություն եք դրել, խորհուրդ եք տվել, թե գնահատական եք տվել, եւ ինչ եք կարծում, որպես Հակոբ Հակոբյան, հայ հեղափոխական դաշնակցությունը ժամանակակից քաղաքական ասպարեզում անելուք ունի թե ոչ, եթե իհարկե կարելի է ձեզ այդ մասին հարցնել, չգիտեմ, դա չի կարելի, լավ, չի կարելի, շատ լավ, կխնդրեմ պատասխանեք, դուք ձեր հարցազրույցի ընթացքում սրտացավություն եք դրսևորել եք սրտացավություն գնահատական, թե որոշակի վերաբերմունք։ Շնորհակալություն շատ կարևոր հարցի համար։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը եւ կուսակցությունները, առանձնապես հայ հեղափոխական դաշնակցությունը, որը 100 տարուց ավելի պատմություն ունի, երբեմն տխուր, երբեմն հերոսական, երբեմն ողբերգական, պետք է իր ամբողջ գաղափարախոսությունը հարմարեցնի այսօրվա իրավիճակներին։ Քաղաքագիտության մեջ մի հասկացություն կա, որը 10-րդ դարից գերմանացի քաղաքագետները մտցրեցին շրջանառության մեջ, կոչվում է քաղաքական ադապտացիա։ Ես այն կարծիքին եմ, որ դաշնակցությունը քաղաքական ադապտացիա չի կարողանում ապրել։ Կներեք, ես դրա համար շատ ցավում եմ։ Մեր բոլորի գիտակցության մեջ, հիշողությունների մեջ, ընկերների մեջ դաշնակցական շատ մեծ տար կա։ Ես կուզենայի, որ հայ հեղափոխական դաշնակցությունը այսօր մասնակցեր Հայաստանի Հանրապետության պետականակառուցմանը եւ ոչ թե ընկներ ինչ-որ գաղափարախոսությունների հետևից, որոնք ժամանակին գուցե հնչել են, գուցե կործանարար են եղել, գուցե մեզ տարել են պայքարների, բայց այսօր պատմության, այսպես ասած, այդ հատվածի մեջ են արժեքավոր։ Ես ուզում եմ հայ հեղափոխական դաշնակցությունը տեսնել այսօրվա իրականության եւ այսօրվա խնդիրների մեջ։ Օրինակ ես կուզենայի հայ հեղափոխական դաշնակցությունից լսել մի պատասխան։ Ինչի օրինակ մեր ժողովուրդը հարկ վճարելու բնած չունի։ Եթե ձեզ թվում է տեսա պակաս քաղաքական հարց է, ուրեմն ես քաղաքականությունից բան չեմ հասկանում։ Ունեք արձագանք, համեցեք։ Շնորհակալ եմ պատասխանի համար, պարոն Հակոբյան, ըստ էության դուք ինձ պատասխանեցիք, փաստորեն ձեր խնդրո առարկա հարցազրույցում դուք դրսևորել եք խորհուրդ եք տվել, դրել եք սրտացավություն եւ տվել եք որոշակի գնահատական, ինչի համար կարծում եմ դաշնակցություն ձեզ պետք է շնորհակալություն հայտներ, բայց չի անում, ես եմ ձեզ շնորհակալություն հայտնում։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։